Թող Տիրոջ անունը փառավորվի սիրելիներ, ես կարծամ մի քանի խոսքեր, ես շատ եմ սիրում Հովանու ավետարանը, դրա համար շուշուտ կարդում եմ, սիրելի ժողովուրդ ջան։ Մեր Հիսուս Քրիստոսը ցույց տվեց ճանապարհը դեպի Հայրը, եւ այս գլուխների մեջ, այս մասի մեջ Հովանես ավետարանիչը շատ մանրակրկիտ, ես կարճ կասեմ, մանրակրկիտ բացատրում է, թե ինչպես էինք, ով էինք, ուր էինք եւ ինչպես դարձանք։ Աստծուն դառնողը, Աստծո ճանապարհները ընտրողը հավիտյան պիտի ուրախ լինի, սիրելի ժողովուրդ ջան։ Ուրեմն Հովանու ավետարանի 14-ի առաջի համարից կարդամ։ Հովանու ավետարան 14-րդ գլխի առաջի համարից։ Սրտները չխռովի, Աստծո հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ, ես ձեզ պիտի սեի, հիմա կերտամ, որ ձեզի տեղ պատրաստեմ։ Ուրեմն մենք տեղ ունենք, սիրելի ժողովուրդ։ Աստծուն հավատացողը այս երկրավոր կյանքի մասին չի ասում, ասում է, ապա թե ոչ, ես ձեզ կսեի, որ կգնամ տեղ կպատրաստեմ, մեր տեղերը արդեն պատրաստ են։ Եվ ինչքան ցանկալի է, որ մենք այդ մեր տեղերը չկորցնենք։ Այսօր Աստված մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մենք տեղ ունենանք երկնքում, որպեսզի մենք որդի կոչվենք, ինչպես Հովհաննեսն ասում 3-րդ գլխում, մենք Աստծո որդիներ կոչվելու իրավունք ենք ստացել, սիրելիներ։ Թող իր սուրբ անունը փառավորվի։ Այս կանչելի լուրը, որ մենք ստացանք, ամեն մարդ թող իր սկիզբը հիշի, թե ինչպես դարձավ Աստծուն։ Շատ ժամանակ ես իմ պաշտամունքի գալու առաջի օրն եմ հիշում ու շատ պայծառ եմ հիշում այդ օրը։ Գիտեք ինչ, այդ օրվանից սկսվեց իմ կյանքի նոր ուղի, նոր ճանապարհ։ Կարծես թե խավարի ճանապարհը մնաց ձախ, ես դարձա աջ։ Եվ բոլորս, ովքեր որ ճանաչում են այդ ճշմարտությունը, այդ ձևի ա եղել։ Ուղղակի կարող է ոմանք գույնս գույն հիշեն, ոմանք չհիշեն։ Դա կարևոր չի։ Կարևորը որ ինչ որ խոստացել է Տերը մեզ անելու, ինքը կանի։ Ուղղակի մենք մեր խոսքի Տերը լինենք, մեր ուխտի Տերը լինենք, սիրելիներ, ուխտազանց չլինենք։ Եվ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք։ Ինչ ուրախություն, որպեսի Քրիստոսը որտեղ որա, մենք էլ այնտեղ լինենք։ Այս խոսքերը ընդհանրապես պետք չի շատ վերցնել, դնել, չափ ու ձև անել, բանաձևեր մեջտեղ բերել։ Սա մի պարզ ճշմարտությունը, որ Աստծո հոգին է խոսացել։ Աստված իր շուրթերով է խոսացել։ Ասում է նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք, ուրեմն մի կոչ, որ ինքը նորեն պիտի գա։ Այդ գալուստի օրվան պատրաստվենք, սիրելիներ, որ ամբողջ աշխարհն ասում է վերջի օրերն են, իրոք որ վերջի օրերն են։ Ամեն մարդ չգիտի իր սկիզբը, չգիտի իր վերջը, եղբայրը քիչ առաջ ասեց, ով գիտի իր կյանքի տարիները կամ ով գիտի իր սկիզբն ու վերջը, ոչ ոք։ Ժողովի 3-րդ գլխում դրա մասին ասում է, ամեն բանի ժամանակ կա։ Երբ որ կգա այդ ժամանակ, երբ որ այս մարմնից, այս պատյանից դուրս կգանք, այն ժամանակ կհասնի վրա մեր օրը, մեր հավիտենության օրը, սիրելիներ։ Ու շատ լավ է, որ մեր Արթուր աղբերը Տեր օրհնի իրան, որ միշտ ասում է, մահից մի վախեցեք, ասում է, «Սկի ակնթարթ էլ չի»։ Աչքերդ կփակես ու երկինքում կբացես։ Մենք հավատում ենք սրան, սիրելիներ։ Երանի են հոգում, որ անկեղծ ձևով է հավատում սրան, ոչ թե ես կասեմ ձեր բարձրացեց կամ ձեր ներսում ասեք կայո կամ ոչ, երանի այդ անկեղծ հոգուն, որ դրան հավատում է, որ այստեղ աչքերս կփակեմ, երկնքում կբացեմ։ Ոչ ցավ, ոչ տառապանք, ոչ մի ավենորդություն։ Ուր որ ես կերտամ, գիտեք ու ճամփանել գիտեք։ Այ Հիսուս օրինակ բերեց, ուր որ ինքն է գնում, շատ շատերը գիտենք։ Բայց Թոմասի նման մեկը կար ու ասում էր Թոմաս ասկն անհավատություն արեց, ասեց մենք ճամփան չգիտենք։ Դրանից առաջ ասեց քո մատներս մտցու ասաց Հիսուս իմ վերքերի մեջ, որպեսի հավատաս որ ես եմ։ Թոմասը չէր հավատում որ դա Տերն է, բայց ասաց Թոմաս Սավանոր Տեր, չեն գիտեր ուր կերտաս եւ ինչպես կրնանք ճամփան գիտնալ։ Հիսուս ասավ անոր. Ես եմ ճամփան եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Միշտ գրված է այստեղ։ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այդ կյանքին է հավատալ պետք սիրելիներ։ Եվ այդ ճանապարհը ինչպես Պողոտան ուղիղ է։ Բեկում, թեկում չունի։ Այդ ճանապարհը դες ուղիղ տանում է Հիսուսի տունը, տանում է իր գիրկը։ Թող Տերը փառավորվի սիրելիներ։ Եվ ասում է ճշմարտությունը եւ կյանքը մեկը հորքով չի գար, եթե ոչ ինձ մոտ։ Սիրելի ժողովուրդ, այս հավաքատեղին, այս ժողովարանը
Այնտեղն է, որտեղից սկսվում է հավիտենության ճանապարհը։ Մարդիկ ընդհանրապես որ տեղ են գնում, պայմանավորվում են միտեղ հավաքվեն, այդ տեղից ընկնեն ճանապարհ։ Ինչ որ տեղ են գնում։ Մեր երկին գնալու ճանապարհը այստեղ է։ Ոչ մեքենա է պետք, ոչ չուզենալը պետք, ոչ ասենք գումարը պետք։ Այստեղ եկողի ճանապարհը երկինք է տանում, սրտանց հավատացողի ճանապարհը երկինքն է, սիրելիներ։ Թող իր սուրբ անունը փառավորվի։ Ես կարդամ մի երկու խոսք էլ, ուրեմն 16-ի 25 համարից, Հովանու ավետարան 16-ի 25 համարից։ Այս բաները առակներով խոսեցի ձեզի, բայց ժամանակ պիտի գա, որ առակներով պիտի չխոսեմ, ապա հայտնապես հորը վրայով պիտի պատմեմ ձեզի այն օրը, որ իմ անունովս պիտի խնդրեք, չեմ ասել ձեզի, թե ես ձեզի համար պիտի աղաչեմ հորը։ Ասում ես հորը, ես ձեզ չեմ ասում, որ ձեզ համար ինքը պիտի աղաչի հորը։ Մենք եթե չկամենանք, Հիսուսը հորը չի ասի մեր համար։ Եթե երեխան չի լացում, մայրը չի կերակրում։ Մենք պիտի լացենք հավիտենության ժառանգորդ լինելու համար, ու Հիսուսը հորը դիմի ասի. հայր, իմ արյան կինն է, ողորմություն արա։ Քանզի ինքը հայրը ձեզ կսիրե, վասնզի դուք զի սիրեցիք եւ հավատացիք, թե ես Աստծմե եկա, հորմե ելա ու աշխարհ եկա, նորեն կթողեմ աշխարհը հորս կերթամ։ Ինքը գնաց, որպեսի այդ ճանապարհը, այդ սանդուղքը, որ Բեթելից բարձրանում էր երկինք, այդ ճանապարհը մեզ համար པարզ լինի եւ պատրաստ լինի, սիրելիներ։ Թող իր սուրբ անունը փառավորվի։ Այս կանչելի խոսքերը, որ գրել է ավետարանիչը, ասում է, այս բաները ես ձեզ հետ խոսեցա, խոսում եմ մեր սրտերի հետ ավետարանի միջոցով։ Այս բաները ձեզ հետ խոսեցա, որպեսզի ինձմով խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Հետաքրքիր է, ինքը ասում է, ես աշխարհին հաղթեցի, բայց կոչը մեզի ինչ է հիշատակում, ինչ է ցույցնում։ Ինքը որ աշխարհին հաղթեց եւ իրան հետևորդներ պիտի աշխարհին հաղթի։ Չմտածեք մեր առաջ, ոնց որ ասում ենք, միշտ ասում ենք խալիա փռած։ Կհալածեն, կանարգեն, կհայոյեն, կծեծեն, նույնիսկ բանդ կգցեն, կսպանեն, բայց ասում է, ես աշխարհին հաղթեցի։ Ինքը մային հաղթեց։ Ամենավերջում մանա, որ մային հաղթեց եւ մեր փափագը նա է, որ երկին գնացողը պիտի երկնային կյանքով ապրի երկրի վրա, սիրելիներ, շատ դժվար է, բայց պիտի ապրենք։ Դժվար է, չեմ ասում հեշտ է։ Ասեցի կանարգեն, չեղած բաները մեզի կկպցնեն, բայց փառք Տիրոջը։ Հավատացողը պիտի հավատարիմ կենա եւ միջև վերջ մնա, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն մի քանի խոսք էլ կարդամ 17-րդ գլխի առաջի համարից։ Հիսուս, երբ ասոնք խոսեցավ, իր աչքերը դեպի երկինք վերցրեց։ Ամեն ինչ ասեց, աշակերտներին համարը իրանց համար ասեց եւ իր աչքերը դեպի երկինք վերցրեց ու սա հայր ժամանակը հասել է փառավորե քո որդիդ, որպեսզի քո որդիդ ալ քեզ փառավորե, ինչպես իրեն իշխանություն տվիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա այն ամենուն, որ իրեն տվիր, այն ամենուն, որ տվել են իրեն։ Ասма հավիտենական կյանքի ժառանգորդ ենք, մեզ տվել է ժառանգության իրավունքը։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանչնալ քեզ միմիայն ճշմարիտ Աստված։ Էլ ուրիշ բան պետք չի։ Սա բավական է, որ Քրիստոսին ճանաչենք միմիայն ճշմարիտ Աստված եւ հորը միմիայն ճշմարիտ Աստված։ Ու տեսեք ինչ մեծ փառքյա մեզ արժանացում, սիրելի ժողովուրդ։ Էսի ես շատ անգամ եմ կարդացել, բայց ես համադրումը չէի նայում։ 5-րդ խոսքում ասում է. «Եվ հիմա ով հայր, փառավորես իս քովդ այն փառքովը, որ աշխարհի ըլլալեն առաջ քովդ ունեի»։ Աշխարհի ըլլալեն առաջ ասում է քովդ ունեի։ Այդ փառքով 22 համարում ասում է. «Այն փառքը, որ դու ինձ տվիր, արդեն փառքը վերցրել է։ Այն փառքը, որ դու ինձ տվիր, ես անոնց տվի, որպեսզի մեկ լան, ինչպես մենք մեկ ենք»։ Եվ Հիսուս ոչ մի բան կիսած չթողեց։ Այն փառքը, որ հորմե առավ, սիրելիներ, այն փառքը, որ հորից վերցրեց, այդ փառքը տվեց մեզ, տվեց իրան հավատացողին։ Դու պատկերացնում եք, Աստծուն հավասար փառք ենք առել, ունեցել երկինքից եկած։ Սա ինչ մեծ օրհնություն է, որ ասենք Աստծո որդիներ ենք, հենց այնպես չենք ասում օդի մեջ կրակելով։ Աստված մեզ բաժնեկիցը անում իր այն փառքին, որ հորից է առել։ Եվ այդ փառքն է, որ մեզ ուրախացնում է, այդ ուրախությունն է, որ մեզ պահում է, սիրելիներ, որ այս կյանքի մեջ շատ դժվարություններ, ասեմ էլի,
կլինեն, բայց հավատացեք ասма դուք հաղթեցիք աշխարհին։ Քո անունդ հայտնի իր այն մարդոց 6-րդ համարը, որոնք աշխարհին ինձի տվիր, քու գտեին ու ինձի տվեր զանոնք, եւ անոնք քո խոսքը պահեցին։ Հիմա մեր մասին է, ասма իրանք աշխարհի մեջ են, ապրում են իրանց ուրախություններով, իրանց հոգսերով, իրանց կերուխումներով, իրանց ուրիշ կյանքով, բայց ասма դու նրանց ինձ տվեցիր։ Եվ հետագայում ասма պահեր զանոնք, պահիր, նրանց պահիր, հայր, պահիր ասма որպեսի այնտեղ որտեղ ես եմ, իրանք էլ այնտեղ գալու արժանիք ունենան։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Այս կարճ խոսքի մեջ ես կուզեի ասել, որ այն փառքը, որ ինքը տվեց որդուն, այդ նույն փառքը բաժնեկից արեց եւ փառքին բաժնեկից արեց նաեւ մեզ։ Ուրեմն 25 համարում ասում է. ով արդար հայր, աշխարհը քեզ չճանչծա, բայց ես քեզ ճանչծա եւ ասոնք ճանչծան, որ դու զիս ղրկեցիր։ Մենք ճանաչել ենք, որ Տիրոջ ծոցից եկած Քրիստոսը եկավ աշխարհ, իր կյանքը դրեց, խաչվեց, երրորդ օրը հարություն առավ եւ հիմա հոր աջ կողքին կանգնած է որպես բարեխոս բոլոր նրանց, ովքեր հավատացին իր խոսքին։ Թող իր անունը փառավորվի։ Ասում է քո անունը տանոց ճանչծի, որպեսի ճանչեցնեմ, որպեսի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, անոնց մեջ լա ու ես էլ անոնց մեջ։ Ինքը Սուրբ Հոգիով մեր մեջ է, սիրելի ժողովուրդ ջան։ Ով որ Սուրբ Հոգով մգրտություն է ունենում, Աստված գալի եւ բնակությունը հաստատում իր սրտի մեջ, իր հոգու մեջ։ Թող Տերը փառավորվի։ Մենք ունենք հոգի, մարմինը ապրեցնող հոգի, բայց երբ որ Սուրբ Հոգին է գալիս մարդու մեջ, երբ որ ասում եմ մխիթարության հոգին է գալիս, նեղության ժամանակ խնդրում ես եւ ելքը տալիս Աստված։ Ցնծության ժամանակ ուրախանում ես, որ դու Աստծո որդի ես։ Թող Տերը ձեզ պահի, սիրելի ժողովուրդ, թող Աստված օրհնի մեզ բոլորից, հավատարիմ կենանք, մինչև այն խոստման օրը, որ մեզ խոստացել է եւ պիտի կատարի։ Գանք աղոթքի։